Հայաստանի աշխատաշուկան թեև կայուն ու դինամիկ զարգանում է, բայց հիմնական խնդիրը շարունակում է առկա մնալ։ Գործատուն մասնագետ է փնտրում, մասնագետը աշխատանք։ Երիտասարդների մի մասը բուհը ավարտելուց հետո հասկանում է, որ չի ստացել այն կրթությունը, որը պատկերացնում էր։ Փորձում է նոր մասնագիտություն յուրացնել լրացուցիչ ժամանակ ու ռեսուրսներ ծախսելով։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը կարևորում է միջին մասնագիտական կրթության զարգացումը, քանի որ աշխատաշուկայում այս մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը մեծ է։ Վերջին ժամանակահատվածում դուք կարող եք փաստել, որ ծառայությունների ոլորտը շատ ակտիվ է զարգանում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ նաև Հայաստանում։ Եվ ծառայությունների ոլորտում աշխատելու ժամանակ կան աշխատանքներ, որի համար չի պահանջվում բարձրագույն կրթություն կամ չի պահանջվում երկար տարիների աշխատանք, փորձառություն, ընդհանրապես պետք է փորձ։ Եվ այս նպատակով, օրինակի համար, եթե շեշտենք տարբեր ոլորտներ, դա այն նույն ծառայության ոլորտում կարող լինի տուրիզմը, այսինքն այդ ոլորտում որոշակի, չեմ ասում բոլոր աշխատանքները, բայց կան որոշակի աշխատանքներ այս մասով, սպասարկումը, խոհարարական աշխատանքը, մատուցող աշխատանք եւ այլն, այսինքն աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են ընդհանրապես որոշակի ժամանակահատված վերապատրաստվել եւ ակտիվ արդեն աշխատաշուկայում գործել։ Թվարկված մասնագիտություններին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն ավելացնում է նաեւ շինարարության ոլորտը։ Այստեղ նույնպես աշխատատեղերի առաջարկը մեծ է, վարձատրությունը բարձր, բայց այստեղ էլ այլ խնդիր կա։ Միջին մասնագիտական ոլորտում շատ են առանց պայմանագրերի աշխատելու դեպքերը։ Բավականին ակտիվ քաղաքականության արդյունքում, երբ որ մենք իրազեկում ենք ամենուրեք եւ ամեն ձև, որ այդ հարաբերությունները եւս պետք է լինեն աշխատանքային հարաբերություններ, նաեւ բնականաբար վերահսկողական եւ տեսչական գործողությունները իրենց հաջողությունը գրանցել են եւ այսօր ունենք ավելի լավ պատկեր, քան ունեցել ենք։ Բնականաբար չեմ կարող ասել բոլոր դեպքերում, բայց շատ դեպքերում հարաբերությունները արդեն ամրագրված են աշխատանքային պայմանագրի տեսքով։ Օրենսդրական բաց կա, որից օգտվելով գործատուն հաճախ ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, ասում է Ժորա Սարգսյանը։ Երիտասարդների ու սոցիալական ձեռնարկատիրության տարածաշրջանային, ազգային ու միջազգային մարտահրավերները թեմայով համաժողովի քննարկման առանցքում հենց այս խնդիրներն են։ Նախաձեռնությունը Բիզնես ու կրթություն ասոցիացիայինն է։ Կազմակերպության նախագահ Մարինե Ժամկոչյանը համոզված է, որ աշխատաշուկայում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն եռակողմ համագործակցությամբ պետության, կրթության համակարգի ու բիզնեսի։ Աշխատանք կա, մասնագետներ նույնպես, բայց հարյուրավոր աշխատատեղեր թափուր են։ Պատճառներից մեկն էլ նա է, որ կապող ուղղակ չկա, հարթակ չկա, որտեղ բոլորը հասկանան ինչի կարիք ունի կրթություն, ինչի կարիք ունի գործարարը, ինչի կարիք ունի պետություն, ինչով կարող են աջակցել պետությանը կամ կրթությանը։ Տարիներ շարունակ հենց դա է մեր նպատակը, որ կարողանանք մեր տնտեսության զարգացման համար մենք բոլոր հնարավորին գործողությունները անենք։ Կրթությունը չի համապատասխանում գործատուի պահանջներին, ասում է Ժամկոչյանը, այն հիմնականում տեսական է ու գործնական փորձառության մեծ բաց կա։ Ոչ մի պրակտիկ փորձառություն չունեն եւ գործատուն ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, ժամանակ գործադրել, որպեսզի նրանց պրակտիկ հմտություններ տա։ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության, մասնագիտական կրթության ուսուցման վարչության, քաղաքականության մշակման ու ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանի խոսքով նախարարության համար կարևոր է հարցի պատասխանը, թե արդյոք միջին մասնագիտական հաստատությունում ստացած գիտելիքը ծառայում է նպատակին եւ արդյոք աշխատաշուկայում մրցունակ է։ Համաժողովներն օգնում են վերլուծել իրավիճակն ու հասկանալ ընտրված ուղղությունը ճիշտ է, թե ոչ։ Կուզեի նշել նաեւ ուսանողների ձեռնարկատիրական հմտությունները լավարկելուն ուղղված միջոցառումներին եւ այս առումով եւս ասոցիացիան մեծ ազդեցություն ունի եւ մեծ թվով միջոցառումներ է կազմակերպում։ Կարևոր է այսօր զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը, հմտություններ ուսանողների շրջանում։ Տարբեր վերլուծություններին հղում անելով Սիրանուշ Մելոյանը փաստում է, միջին մասնագիտական հաստատություններ ավարտած երիտասարդների մոտ 30%-ն է, որ կարողանում է ընտրած մասնագիտությամբ աշխատել։ Լինում են դեպքեր, երբ որ ուսանողը ընդունվում է ՄԿՈ հաստատություն, սակայն վերջնական չի որոշել, արդյոք ինքը այդ մասնագիտությամբ է ուզում շարունակել եւ պատրաստ է, թե ոչ։ Այս դեպքում շատ կարևոր է միջև ՄԿΟ հաստատություն մուտք գործելը
տեղի ունենա կարիերայի ճիշտ ուղղորդում։ 2024-ի տվյալներով 15-ից 29 տարեկան երիտասարդները Հայաստանում ավելի քան 500,000 են, նրանք երկրի աշխատանքային հիմնական ռեսուրսն են։ Վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը շեշտում է կարևոր համարվող կատեգորիաներից մեկը՝ չսովորող ու չաշխատող երիտասարդներ։ Սա տնտեսական աճի ու աշխատաշուկայի կարևոր ցուցիչներից է, որքան բարձր, այնքան մտահոգիչ։ Հայաստանում այս երիտասարդները կազմում են ընդհանուրի 23%-ը։ Գյուղերում, նույնիսկ գյուղերում երբեմն հնարավորությունները ի հաշիվ գյուղատնտեսության ոլորտի ավելի ինչ որտեղ բարենպաստ է, շատ ավելի դժվար է մարզերի քաղաքային բնակավայրերում, որտեղ հիմնականում նախկին արտադրական ենթակառուցվածքներ ունեցող, նաև այդ հենքի վրա ստեղծված քաղաքներում այսօր շատ քիչ են արտադրության ոլորտի աշխատատեղերը։ Աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության հետ կապված խնդիրներ կան, լուծման լավագույն ուղին դրանք քննարկելն ու լուծումներ գտնելն է։ Հասմիկ Դիլանյան, Արգիշտի Վասակյան, Ռադիոլուր։